Վեդու ջրամբարի 2017-ից սկսված շինարարությունն ավարտվել է։ Այն Հայաստանում անկախությունից ի վեր կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն է, որի 80%-ը ֆինանսավորում է զարգացման ֆրանսիական գործակալությունը, իսկ մնացած մասը Հայաստանի կառավարությունը։ And the whole flora here, the reservoir will change the flora, right? Ջրամբարը հիմնականում լցվում է Վեդի եւ Խոսրով գետերի միջոցով։ Այս պահին այն լցված է 1.7 միլիոն խորանարդ մետրով։ Իսկ ամբողջական ծավալը մոտ 30 միլիոն խորանարդ մետր է։ Ջրամբարն ամբողջությամբ լցնելու համար 3 տարի կպահանջվի։ Վեդու ջրամբարը պետք է պատրաստ լիներ դեռ 2020-ին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից նշում են, որ պատերազմը, կորոնավիրուսային համավարակը, հեղափոխությունը եւ արժույթի տատանումներն էին հետաձգման պատճառը։ Իսկ ինչ խնդիր է լուծելու Վեդու ջրամբարը։ Մեխանիկական ոռոգումից անցնելու է ինքնահոս ոռոգման ներքևում գտնվող 3220 հեկտար ոռոգելի հողատարածքները։ Ջրամբարը արդեն իսկ կառուցված ունի ոռոգման 36 կիլոմետր երկարությամբ խողովակաշար, որը մաքուր ջուրը հասցնելու է ֆերմերին, իսկ ֆերմերը կարող է այդ ջրով արդեն կաթիլային ոռոգման անցնել միանգամից։ Այս պահին ջրամբարի իշխման զոնայում ունենք 4 համայնք՝ Արարատ համայնքը, Նոյակերտ համայնքը, Այգավան համայնքը եւ Ավշար համայնքը։ Ոռոգվում է ավանդական ճանապարհով, հիմնականում մեխանիկական ոռոգում է իրականացվում մեզ մոտ, այսինքն պոմպականների եւ նասոս խորքային հորերի միջոցով։ Մոտավոր այդ հատվածի հոսանքի ծախսը կազմում է 5-ից 6 միլիոն կիլովատ-ժամ, ինչը իր հերթին նշանակում է ջրամբարի լցվելու դեպքում ունենալու ենք բավականին մեծ քանակի հոսանքի խնայողություն։ Այն ներդրումը, ինչը որ արվում է Հայաստանում գյուղատնտեսության վրա, ինքը արդեն իսկ արդարացված է։ Կաթիլային ոռոգման անցնելուց հետո մեր ջուրօգտագործողների մոտ բավականին բարձրանալու է բերքատվության մակարդակը, ըստ էության այն հողերը, որը տարիների տարբերությամբ մշակվում են կամ հետո թողնվում են հատկապես բանջարաբոստանային կուլտուրաները, իրանք ամեն տարի անցնելու են կաթիլային ոռոգման, ինչը հեշտացնելու է եւ գյուղացու կյանքը եւ բարձրացնելու է կենսամակարդակը գյուղերում։ Այս տարիների ընթացքում քննարկվում էին նաև սեյսմիկ վտանգների եւ գետերի կենսաբազմազանության մասին հարցերը։ Հիմնադրամից վստահեցնում են, որ ձկնուղիները կառուցելիս ապահովել են ձկների վերարտադրությունն ու միգրացիան։ Ձուկը բնական ճանապարհով կարող է բարձրանալ ձվադրման սեզոնին, իսկ սեյսմակայունության առումով ջրամբարի ամբողջ շինարարությունը վերահսկվել է ֆրանսիական գործընկերների խորհրդատուների կողմից, ովքեր որ այդ ամեն ինչը հսկել են եւ այսօր էլ փաստ ունենք, որ սա Հայաստանում ամենավորակով ջրամբարներից մեկն է։